Ղուկաս 17-րդ գլուխ։ Հիսուսն ասաց նաև իր աշակերտներին. Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վայ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանակար կախվեր և ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ Զգույշ եղեք ձեր անձերի համար։ Եթե քո եղբայրը մեղանչի, սաստիր նրան, և եթե զղջա, ներիր նրան։ Եվ եթե 7 անգամ մեղանչի քո դեմ և 7 անգամ դառնա քեզ և ասի զղջում եմ, ներիր նրան։ Եվ առաքյալները Տիրոջն ասացին. ավելացրու մեր հավատը։ Եվ Տերն ասաց. Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասեք, արմատախիլ եղիր և տնկվիր ծովի մեջ, նա կհնազանդվի ձեզ։ Իսկ ձեզնից ով որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ ագարակից տուն մտնի, նրան կասի իսկույն անցիր սեղան նստիր։ Այլ նրան չի ասի, պատրաստիր ինչ ընտրելու եմ և գոտի կապած ծառայիր ինձ, մինչև ուտեմ և խմեմ և ապա կուտես և կխմես դու էլ։ Միթե Տերը պարտական պիտի մնա այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։ Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք. նվազ ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անելու, այն արեցինք։ Եվ մինչ նա Երուսաղեմի կողմ էր գնում, անցնում էր Սամարիայի և Գալիլեայի միջով։ Մի գյուղ մտնելիս նրան հանդիպեցին 10 բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը և ասացին. Հիսուս վարդապետ, ողորմիր մեզ։ Եվ երբ նրանց տեսավ, ասաց. Գնացեք, ձեզ ցույց տվեք քահանաներին։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և բարձր ձայնով փառավորում էր Աստծուն։ Երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց և ասաց. Սրանք 10-ն էլ չմաքրվեցին։ Իսկ արդ մնացած 9 ուր են, որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի այս օտարազգի մարդուց։ Եվ ասաց նրան. Վեր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց։ Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե երբ պիտի գա Աստծու արքայությունը, նա պատասխանեց և ասաց. Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է։ Իսկ իր աշակերտներին ասաց. Կգան օրեր, երբ կկամենաք մարդու որդու օրերից մեկը տեսնել և չեք տեսնի։ Եվ եթե ձեզ ասեն ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, մի շտապեք գնալու, որովհետև մարդու որդու երևումը այնքան տեսանելի կլինի, ինչպես որ երբ փայլակը փայլատակում է հորիզոնի մի կողմում, փայլում է նաև մյուս կողմում։ Բայց նա նախ պետք է շատ չարչարվի և մերժվի այս սերնդից։ Եվ ինչպես եղավ Նոյի օրերին, այնպես կլինի և մարդու որդու օրը։ Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ Նույնպես, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ, ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ և ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց։ Նույն ձևով է նաև լինելու այն օրը, երբ մարդու որդին է հայտնվելու։ Այն օրը, ով տանիքում է և իր կարասին տանը, թող չիջնի առնելու այն։ Եվ ով հանդում է, նույնպես թող հետ չդառնա։ Հիշեք Ղովտի կնոջը։ Ով ուզի իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով կորցնի իր կյանքը, կփրկի այն։ Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթե 2 հոգի լինեն մի մահճի մեջ, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե 2 կին միասին աղալիս լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե հանդում 2 հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Պատասխան տվեցին և ասացին նրան. Որտե՞ղ, Տեր։ Եվ նա ասաց նրանց. Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները։